Նա ընդամենը ցանկանում էր խաղաղ սուրբ ծնունդ անցկացնել, շրջապատված ժպիտներով ու բարի մտադրություններով։ Բայց բավական էր դրան հետից լսված մեկ շշուկ, որպեսզի ամեն ինչ սկսեր փլուզվել։ Գաղտնիքները ջրի երես դուրս եկան, բացահայտելով շքեղ զգեստների տակ թաքնված դավաճանությունները։ Եվ շքեղության մեջ մի հասարակ կին հասկացավ, որ իր ցավն է լինելու երեկոյի իսկական ներկայացումը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Դեկտեմբերի 24-ի երեկոն Երանում իր հետ բերել էր ձմռանը բնորոշ սառնությունը, բայց կենտրոնում գտնվող Ավետիսյանների առանձնատանը ջեռուցման համակարգը պահպանում էր հաճելի ջերմաստիճան, որը հակադրվում էր միջավայրում սկսվող լարվածությանը։ Մարինեն ուղեց մետաքսե սպիտակ զգեստը, որը նրբագեղորեն իջնում էր իր 6 ամսական հղի փորի վրա։ Նա այդ զգեստն այնքան խնամքով էր ընտրել, ցանկանալով կատարյալ տեսք ունենալ ամուսնու ընտանիքի կողմից ամեն տարի կազմակերպվող սուրբծննդյան երեկույթին։ Դա երանյան էլիտայի կողմից սպասված իրադարձություն էր, Ավետիսյանների ավանդույթը, որը համախմբում էր գործարարների, քաղաքական գործիչների, հասարակության ազդեցիկ դեմքերի։ Նա նայեց իր արտացոլանքին ննջասենյակի հայելու մեջ։ 32 տարեկանում Մարինեն դեռ պահպանում էր այն նրբությունը, որը բնորոշ էր Լոռու մարզում պարզության մեջ մեծացած մարդուն, նախքան Արթուր Ավետիսյանի հետ ամուսնանալն ու մայրաքաղաք տեղափոխվելը։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, նա կրում էր միայն մարգարտե վզնոց, որը պատկանել էր իր մորը։ Պարզ, զուսպ, միշտ փորձում էր տեղավորվել այս շքեղ աշխարհում, որն իրականում երբեք իրենը չէր եղել։ Ներքից լսվում էր առաջին հյուրերի ժամանման աղմուկը։ Լարային քառյակն արդեն նվագում էր սուրբծննդյան մեղեդիներ, նրբաճաշակ գործիքավորմամբ։ Մատուցողները շրջում էին ֆրանսիական շամպայնով, նրբահամ կանապեներով, լի սկուտեղներով։ Ամեն ինչ համակարգում էր սկեսուրը, տիկին Հեղինեն, 60-ամյա մի կին, որն այդ տունն ու ընտանիքը ղեկավարում էր երկաթե ձեռքով այն օրվանից, ինչ այրացել էր ավելի քան 1 տասնամյակ առաջ։ Մարինեն խորը շունչ քաշեց, զգուշորեն իջավ աստիճաններով, բռնած բազրիքից։ Հղիությունը դանդաղեցրել էր նրա շարժումները, դարձրել ավելի զգուշավոր։ Հասնելով գլխավոր սրահ, որը զարդարված էր ներկրված խաղալիքներով, շողշողացող լույսերով, լի գրեթե 4 մետրանոց տոնածառով, նա աչքերով փնտրեց Արթուրին։ Ամուսնուն գտավ մի խումբ գործարարների կողքին, ով աշխուժորեն ժեստեր էր անում, բիզնես քննարկելիս։ Նա նույնիսկ չնկատեց կնոջ ժամանումը։ Տիկին Հեղինեն, անթերի մուգ կանաչ զգեստով թանկարժեք զարդերով, որոնք կարծես իրենից ավելի ծանր էին, մոտեցավ Մարինեին այն սառը ժպիտով, որը երբեք չէր հասնում նրա աչքերին։ Սիրելիս, որքան լավ է, որ իջար։ Հյուրերը գալիս են։ Փորձիր այս անգամ ավելի շփվող լինել, լավ։ Գիտես, թե որքան կարևոր է ընտանիքի բիզնեսի համար, որ մենք լավ տպավորություն թողնենք։ Մարինեն պարզապես գլխով արեց, արդեն սովոր սկեսուրի ակնարկներին, թե ինքը երբեք բավականաչափ լավը չի լինի այդ ազգանվան համար։ Հաջորդ ժամերը ձգվեցին դատարկ ողջույնների մակերեսային խոսակցությունների հաջորդականությամբ։ Մարինեն ժպտում էր, ձեռքեր սեղմում, շնորհակալություն հայտնում հղիության կապակցությամբ շնորհավորանքների համար։ Բայց իրեն անտեսանելի էր զգում, պարզապես դեկորատիվ մի իր այս շքեղության տեսարանում։ Արթուրը շարունակում էր հեռու մնալ, չափազանց զբաղված իր կարևոր կապերով, որպեսզի նույնիսկ կնոջ ուղղությամբ նայի։ Ամեն ինչ սկսեց փլուզվել, երբ Մարինեն գիշերվա ժամը 10-ի մոտ գնաց լոգասենյակ։ Առանձնատան կողային միջանցքով վերադառնալիս նա ձայներ լսեց Արթուրի աշխատասենյակից։ Դուռը կիսաբաց էր։ Նա անմիջապես ճանաչեց ամուսնու ձայնը, բայց այնտեղ կար մեկ այլ կանացի ձայն, որը չկարողացավ ճանաչել։ Դանդաղ մոտեցավ, սիրտը արագացած։ Սեր իմ, այլս չեմ կարողանում ծածնել այս անհեթեթ երեկույթին։ Երբ ես վերջապես լուծելու այս հարցը ընդմիշտ ինձ հետ լինելու։ Կնոջ ձայնը քաղցր էր, բայց լի անհամբերությամբ։ Մարինեն զգաց, որ աշխարհը պտտվում է։ Սոֆյա, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ինձ ժամանակ է պետք։ Դու գիտես, որ նա հղի է։ Ես չեմ կարող պարզապես։ Արթուրի ձայնը այնքան ծանոթ հոգնած էր հնչում, բայց նա չափազանց մտերմիկ։ Մարինեն չկարողացավ շարժվել։ Մնաց այնտեղ քարացած լսելով, թե ինչպես է ամուսինը խոսում իր մասին, կարծես ինքը լուծման ենթակա խնդիր լիներ, խոչընդոտ իրենց ծրագրերում։ Երբ վերջապես կարողացավ հեռանալ, ձեռքերը դողում էին։ Վերադարձավ գլխավոր սրահ, փորձելով պահպանել հանգստությունը, բայց զգում էր, որ ամեն պահի կարող է փլուզվել։
Րոպեներ անց Արթուրը դուրս եկավ աշխատասենյակից մի կնոջ ուղեկցությամբ, որին Մարինեն աղոտ ճանաչեց։ Սոֆյա Ֆանարջյան, ընտանեկան ընկերության իրավաբան, երիտասարդ, գեղեցիկ, միշտ շատ լավ հագնված։ Նա բնականon կերպով ողջունեց մի քանի հյուրերի, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Մարինեն սրտխառնոց զգաց, որը ոչ մի կապ չուներ հղիության հետ։ Փորձեց հեռանալ, գտնել մի հանգիստ անկյուն, որտեղ կարողանար մտածել, շնչել, մարսել այն, ինչ հենց նոր էր բացահայտել։ Բայց տիկին Հեղինեն հայտնվեց նրա կողքին, ամուր բռնելով թից։ Մարինե, որտեղ էիր։ Պետք է, որ Արթուրի կողքին կանգնես լուսանկարների համար։ Վոգ ամսագիրն այստեղ է։ Մարինեն ուզում էր գոռալ, ասել, որ այլս չի դիմանում, բայց պարզապես թույլ տվեց, որ իրեն տանեն այնտեղ, որտեղ ամուսինը կեցվածք էր ընդունել կարոր գործարարների հետ։ Երեկոն շարունակվեց այդ ցավալի կեղծիքի մեջ։ Մարինեն հետում էր, թե ինչպես են Արթուրն ու Սոֆյան սրահում հանցակցական հայացքներ փոխանակում։ Հետում էր, թե ինչպես է սկեսուրը ամեն ինչ ղեկավարում ամբարտավանությամբ, աշխատողներին վերաբերվելով կոպտորեն, իսկ հյուրերին հաշվարկված շողոքորթությամբ։ Իրեն խեղդված էր զգում այս միջավայրում, որտեղ բոլորը կատարյալ դիմակներ էին կրում։ Կեսգիշերին մոտ ամեն ինչ պայթեց։ Մարինեն կանգնած էր քաղցրավենիքի սեղանի մոտ, երբ Սոֆյան մոտեցավ, ձեռքին շամպայնի բաժակ։ Երկուսով առաջին անգամ կանգնեցին դեմ առ դեմ այդ երեկո։ Սոֆյայի աչքերը փայլում էին մարտահրավերի արամարանքի խառնուրդով։ Դու իսկապես կարծում ես, որ նա դեռ սիրում է քեզ։ Սոֆյայի ձայնը ցածր էր, բայց յուրաքանչյուր բառը դանակի սայրի պես էր։ Մարինե, դու խղճուկ ես։ Մի գավառացի, որը կարծում է, թե պատկանում է այս աշխարհին, միայն այն պատճառով, որ մատին մատանի է դրել։ Մարինեն զգաց, որ այտերը վառվում են։ Փորձեց հեռանալ, բայց Սոֆյան շարունակեց, այս անգամ ավելի բարձր տոնով, գրավելով մոտակա հյուրերի ուշադրությունը։ Նա ինձ ամեն ինչ պատմել է քո մասին, գիտես։ Թե որքան անվստահ ես, ուշադրության կարոտ, միշտ բողոքում ես։ Թե ինչպես է իրեն թակարդում զգում։ Իսկ այս երեխան։ Դա պարզապես քո հերթական թակարդն էր, նրան պահելու համար, այնպես չէ։ Մարդիկ սկսեցին շրջվել, դիտելու այդ տեսարանը։ Մարինեն զգում էր տասնյակ աչքեր իր վրա, բայց չէր կարողանում շարժվել, չէր կարողանում արձագանքել։ Սոֆյան մի քայլ առաջ արեց։ Գիտես, որն է ամենաթխուրը։ Այն, որ դու սենյակում չէր ուտում, նորմալ չէր քնում, պարզապես լաց էր լինում վերապրում հարաբերությունների յուրաքանչյուր պահը, փնտրելով նշաններ, որոնք պետք է նկատած լիներ։ Լուսինեն անընդհատ նրա կողքին էր, թեյ էր բերում, փորձում էր ստիպել մի բան ուտել, վստահեցնում, որ ամեն ինչ կանցնի։ Բայց Անահիտը չգիտեր, կկարողանա։ Արդյոք հաղթահարել դա։ Դա պարզապես փեսացուի կորուստը չէր, դա սեփական ինքնության կորուստն էր։ Իր ամբողջ կյանքում նա ճիշտն էր արել, հետել մոր խորհուրդներին, պահել իր մարմինն ու սիրտը այն տղամարդու համար, ով պետք է իր ամուսինը դառնար։ Եվ հիմա այդ նույն տղամարդը դեն էր նետում իրեն, կարծես նա թերի լիներ, անբավարար, անկարող իսկական ցանկություն արթնացնելու։ Երրորդ օրվա լուսադեմին Անահիտը վեր կացավ գնաց լոգարանի հայելու մոտ։ Դեմքն ուռել էր լացից, աչքերը կարմրել էին, մաշկը գունատվել։ Նա իրեն չճանաչեց։ Բայց այնտեղ, այդ բացարձակ հուսահատության պահին, նրա մեջ ինչ-որ բան փոխվեց։ Դա ակնթարթային փոփոխություն չէր լինելու, ոչ էլ կախարդական հաղթահարում։ Բայց մի սերմ ցանվեց։ Զայրույթի, վրդովմունքի, Տիգրանին սխալ լինելն ապացուցելու ցանկության սերմ։ Չորրորդ օրը, երկուշաբթի, Անահիտը հագնվեց աշխատանքի գնալու համար։ Լուսինեն փորձեց համոզել նրանց մի քանի օր հանգստանալ, բայց նա հրաժարվեց։ Պետք էր վերադառնալ առօրյային, պետք էր միտքը զբաղեցնել աղյուսակներով, հաշվետվություններով, ժողովներով։ Պետք էր ձացնել, թե լավ է, նույնիսկ եթե ներսում փշրված էր։ Ավետիսյան հոլդինգը զբաղեցնում էր Մաշտոցի պողոտայի գրասենյակային շենքերից մեկի 3 հարկ։ Դա սառը, կորպորատիվ միջավայր էր, որտեղ գերիշխում էին կոստյումներով տղամարդիկ բարձրակրունկներով կանայք։ Անահիտն աշխատում էր 12-րդ հարկում, վարչական բաժնում, որտեղ զբաղվում էր պայմանագրերով, վճարումներով, փաստաթղթերով։ Դա մի աշխատանք էր, որը պահանջում էր ուշադրություն մանրուքների նկատմամբ, կարգապահություն, երկու բան, որ նա միշտ առատորեն ունեցել էր։ Երբ այդ առավոտ մտավ գրասենյակ, գործընկերները նրան նայեցին խղճահարության հետաքրքրասիրության խառնուրդով։ Ոմանք մոտեցան ցավակցելու, կարծես ինչ-որ մեկը մահացած լիներ։
Մյուսները պարզապես հայացքները փախցրին, անհարմար զգալով։ Անահիտը քաղաքավարի շնորհակալություն հայտնեց, նստեց իր սեղանի մոտ, միացնելով համակարգիչը, խորասուզվելով կուտակված նամակների մեջ։ Բայց կենտրոնանալն անհնար էր։ Ամեն անգամ, երբ նայում էր էկրանին, տեսնում էր սեփական դեմքի արտացոլանքը, հոգնած, տխուր, պարտված։ Ամեն անգամ, երբ հեռախոսը զանգում էր, սիրտը բաբախում էր, վախենալով, որ Տիգրանն է զանգում, էլ ավելի դաժան բան ասելու։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն անցնում էր իր սեղանի մոտով խղճահարությամբ նայում, նրա մեջ գոռալու ցանկություն էր արթնանում։ Կեսօրին գրասենյակում հայտնվեց Լուսինեն։ Նա աշխատում էր որպես գրաֆիկական դիզայներ, մոտակա գովազդային գործակալությունում օգտվել էր ճաշի ընդմիջումից, ընկերուհուն այցելելու։ Նրանք հանդիպեցին հարկի փոքրիկ խոհանոցում, հին բազմոցներով, երբեք չաշխատող սրճեփով մի անկյունում։ «Ինչպե՞ս ես», հարցրեց Լուսինեն, ամուր բռնելով Անահիտի ձեռքերը։ «Այստեղ եմ», պատասխանեց Անահիտը, փորձելով ժպտալ մի ժպիտով, որը ոչ ոքի չհամոզեց։ Լուսինեն հոգոց հանեց, ընկերուհուն ամուր գրկեց։ «Անի, դու ամենահրաշալի մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Տիգրանը հիմար է։ Լիակատար հիմար։ Դու շատ ավելի լավին ես արժանի, քան նա երբեք կարող էր առաջարկել»։ Լուսինեի խոսքերն անկեղծ էին, բայց Անահիտը դեռ չէր կարողանում հավատալ դրանց։ Այն ամենը, ինչ նա զգում էր, ամոթ էր, նվաստացում, ձախողում։ Ինչպես կարող էր հավատալ, որ ավելի լավին է արժանի, երբ այն տղամարդը, ով խոստացել էր սիրել իրեն, այդքան հեշտությամբ դեն նետեց։ «Գիտես ինչն է ամենաշատը ցավեցնում», շշնջաց Անահիտը խեղդված ձայնով։ «Ես ամեն ինչ պահել էի նրա համար, Լուս։ Մարմինս, սիրտս, երազանքներս։ Ես հավատում էի, որ նա առանձնահատուկ է, որ մեր պատմությունն առանձնահատուկ է։ Իսկ հիմա նա ինձ դեն նետեց, կարծես ես ոչինչ չարժենայի։ Կարծես ես ձանձրալի լինեի, հնաոճ, անբավարար»։ Լուսինեի կրծքում խորը զայրույթ բարձրացավ։ «Դու այդպիսին չես։ Դու ազնիվ ես, դու իսկական ես։ Եվ եթե Տիգրանը չի կարողանում դա տեսնել, ուրեմն նա է, որ քեզ արժանի չէ»։ Անահիտը գլուխը թափահարեց, արցունքները նորից սկսեցին հոսել։ «Բայց գուցե նա ճիշտ է, Լուս։ Գուցե ես չափից դուրս ճիշտ եմ։ Գուցե ես իսկապես ձանձրալի եմ։ Գուցե ոչ մի տղամարդ իմ նման կին չի ուզում։ Այդպես մի ասա», վճռականորեն առարկեց Լուսինեն։ «Երբեք այդպես մի ասա։ Խնդիրը քո մեջ չէ, Անահիտ։ Խնդիրն այն աշխարհում է, որը տղամարդկանց սովորեցնում է արժեզրկել իսկական կանանց, գնահատել միայն մակերեսայինը։ Բայց ինչ-որ տեղ կա մեկը, ով քեզ իսկապես կտեսնի։ Մեկը, ով կտեսնի այն գանձը, որ դու կաս»։ Անահիտն ուզում էր հավատալ, բայց ցավը չափազանց մեծ էր։ Նա ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, փորձեց իրեն հավաքել։ Պետք էր վերադառնալ աշխատանքի, պետք էր ձացնել, թե լավ է։ Այն, ինչ երկու ընկերուհիները չգիտեին, այն էր, որ այդ խոսակցությունն այնքան էլ անձնական չէր եղել, որքան նրանք կարծում էին։ Խոհանոցի դուռը, որը Անահիտը վստահ էր, որ փակել էր, կիսաբաց էր։ Եվ մյուս կողմում, միջանցքում, ինչ-որ մեկը լսել էր ամեն բառ։ Դավիթ Ավետիսյանը, Ավետիսյան հոլդինգի սեփականատերը, հազվադեպ էր իջնում շենքի ստորին հարկեր։ Նրա աշխատասենյակը վերջին հարկում էր, Մաշտոցի պողոտայի համայնապատկերով ընդարձակ տարածքում։ Նա 42 տարեկան միլիարդատեր էր, ումից ֆինանսական շուկայում վախենում, ում հարգում էին։ Ուներ խիստ կեցվածք, ահ ներշնչող հայացք, գործարքներում անողոք լինելու համբավ։ Քչերը գիտեին, որ այդ սառնության հետում թաքնված էին դավաճանություններով, հիասթափություններով նշանավորված անցյալի խորը սպիներ։ Այդ օրը Դավիթն իջել էր 12-րդ հարկ, անձամբ վերցնելու մի հաշվետվություն, որը պետք է ստուգեր։ Անցնելով խոհանոցի մոտի միջանցքով, նա ձայներ լսեց։ Ձայներից մեկը ճանաչեց, Անահիտինն էր, գործավարի օգնականը, ում երբեմն տեսնում էր միջանցքներում։ Նա միշտ իրեն համեստ, արդյունավետ, գրեթե անտեսանելի էր թվացել։ Երբեք առանձնակի ուշադրություն չէր դարձրել նրան։ Բայց այդ պահին, ակամա, նա կանգ առավ։ Եվ լսեց։ Լսեց նրա ձայնի ցավը։ Լսեց խոցելիությունը, ամոթը, խոստովանությունն այն մասին, որ իր անմեղությունը պահել էր մի հարսանիքի համար, որը երբեք տեղի չունեցավ։ Լսեց լքվելու, նվաստացման, անբավարար լինելու զգացողության մասին։ Եվ նրա ներսում ինչ-որ բան շարժվեց։ Դավիթը հեշտությամբ հուզվող մարդ չէր։
Նա բարձր պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, այն մարդկանց կողմից դավաճանվելուց հետո, ում վստահել էր։ Բայց այնտեղ, լսելով այդ անծանոթ կնոջը, որը պատմում էր իր ցավի մասին, նա զգաց մի բան, որ վաղուց չէր զգացել. հարգանք, հիացմունք և նրան պաշտպանելու տարօրինակ ցանկություն։ Նա լուռ հեռացավ դռնից, վերադարձավ վերելակ, իր հետ տանելով ոչ միայն հաշվետվությունը, այլ մի պատկեր, որը չէր կարողանալու հանել մտքից։ Փշրված, բայց դեռ ոտքի վրա կանգնած կնոջ պատկերը։ Մի կնոջ, ով նույնիսկ ցավի մեջ պահպանում էր իր արժանապատվությունը։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Հաջորդ օրերը Անահիտի համար առօրյայի նոր սկզբի տարօրինակ խառնուրդ էին։ Նա վաղ էր արթնանում, նստում լեփ-լեցուն մետրոն, աշխատում 8 ժամ անընդմեջ ուժասպառ վերադառնում տուն։ Երեկոյան Լուսինեն ընթրիք էր պատրաստում, նրանք խոսում էին թեթ թեմաներից, խուսափելով հիշատակել Տիգրանին կամ չկայացած հարսանիքը։ Կարծես երկուսով լուռ ուխտ էին կապել, այդ ցավը թողնել անցյալում, նույնիսկ եթե այն դեռ ցավում էր ամեն շնչի հետ։ Գրասենյակում Անահիտը ջանում էր պահպանել պրոֆեսիոնալ կեցվածքը։ Պատասխանում էր նամակներին, կարգի էր բերում փաստաթղթերը, մասնակցում առավոտյան ժողովներին վարչական թիմի հետ։ Բայց լինում էին պահեր, երբ դիմակն ընկնում էր։ Պահեր, երբ նա իրեն բռնում էր պատուհանից դուրս նայելիս, կորած մտքերի մեջ այն ամենի մասին, ինչը կարող էր այլ կերպ լինել։ Այն բոլոր անգամների մասին, երբ անտեսել էր նշանները, այն բոլոր արդարացումների մասին, որոնք ընդունել էր առանց հարցականի տակ դնելու։ Այն, ինչ Անահիտը չէր նկատում, այն էր, որ այն օրվանից ի վեր խոհանոցում, նա ձեռք էր բերել լուռ դիտորդ։ Դավիթ Ավետիսյանը, այդ շենքի ամենահզոր մարդը, սկսել էր նկատել նրա ներկայությունն այնպես, ինչպես երբեք առաջ չէր նկատել։ Նա դա դիտավորյալ չէր անում։ Դա հաշվարկված կամ պլանավորված վարքագիծ չէր։ Բայց ամեն անգամ, երբ իջնում էր 12-րդ հարկ, նրա հայացքը փնտրում էր նրան։ Դիտում էր, թե ինչպես է նա կենտրոնանում աշխատանքի վրա, ինչպես է գործընկերներին վերաբերվում բարությամբ, ինչպես է ուղիղ պահում կեցվածքը, նույնիսկ երբ թվում էր, թե աշխարհի ծանրությունն է կրում իր ուսերին։ Դավիթը մի մարդ էր, ով սովորել էր չվստահել մարդկանց։ 28 տարեկանում նրան դավաճանել էր այն կինը, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ։ Նա թողել էր նրան ավելի մեծ հարուստ գործընկերոջ համար, իր հետ տանելով ոչ միայն նրա սիրտը, այլ գործնական գաղտնիքներ, որոնք քիչ էր մնում կործանեին նրա բիզնեսը։ Այդ օրվանից նա իր շուրջը ամրոց էր կառուցել։ Հարաբերությունները գործարքներ էին։ Վստահությունը հազվագյուտ արժույթ էր։ Իսկ սերը մի բառ էր, որը նա ջնջել էր իր բառապաշարից։ Բայց Անահիտի պատմության մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Ավելի ճիշտ, հուզում։ Այդ ցավի մեջ մի մաքրություն կար, որը նա ճանաչում էր։ Մի ազնվություն, որը նա հազվադեպ էր տեսնում իր շրջապատի մարդկանց մեջ։ Եվ որքան շատ էր մտածում նրա մասին, այնքան ավելի տարօրինակ ցանկություն էր զգում ինչ-որ բան անելու այդ ուղղությամբ։ Հինգշաբթի օրն էր, երբ Դավիթն առաջին գիտակցված որոշումը կայացրեց մոտենալու։ Նա իր աշխատասենյակում ստուգում էր ֆինանսական հաշվետվությունները, երբ մի կարևոր պայմանագրում սխալ նկատեց։ Սովորաբար նա պարզապես կզանգահարեր վարչական բաժին կպահանջեր, որ ուղղեն։ Բայց այդ օրը նա որոշեց անձամբ իջնել։ Անահիտն իր սեղանի մոտ էր, բնորոշ կենտրոնացվածությամբ ինչ-որ բան էր հավաքում համակարգչով, երբ իր հետից մի խիստ ձայն լսեց։ Ներողություն։ Նա շրջվեց քիչ մնաց խեղդվեր, տեսնելով Դավիթ Ավետիսյանին իր սեղանի կողքին կանգնած։ Այն մարդը, ով ղեկավարում էր այդ կայսրությունը, ում հասարակ աշխատակիցները հազվադեպ էին տեսնում, այնտեղ էր, ուղիղ իրեն էր նայում։ Պարոն Ավետիսյան, ասաց նա, արագ ոտքի կանգնելով, հուզված։ Ինչով կարող եմ օգնել։ Դավիթը նկատեց նրա հուզմունքը մեղմացրեց ձայնի տոնը։ Այս պայմանագրում սխալ կա, ասաց նա, մեկնելով թղթապանակը։ Պետք է, որ այն ուղղվի դեռ այսօր։ Կարող եք զբաղվել դրանով։ Անահիտը վերցրեց թղթապանակը, ձեռքերը թեթակի դողում էին։ Իհարկե, պարոն։ Հենց հիմա կստուգեմ անհրաժեշտ ուղումները կանեմ։ Շնորհակալություն, ասաց նա, հետո արեց մի անսպասելի բան։ Ինչպե՞ս եք։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Անահիտը թարթեց աչքերը, շփոթված։ Ես լավ եմ, պարոն։ Շնորհակալություն, որ հարցնում եք։ Դավիթը գլխով արեց, իմանալով, որ նա ստում է։
Նա տեսավ տխրությունը նրա աչքերում, այն թե ինչպես էր նա ստիպում իրեն ժպտալ մի ժպիտով, որը չէր հասնում դեմքի մնացած մասերին։ Բայց չպնդեց։ Պարզապես գլխով արեց հեռացավ, թողնելով Անահիտին շփոթված տարակուսած։ Ինչու էր ընկերության սեփականատերը հարցնում, թե ինչպես է ինքը։ Ինչու էր անձամբ իջել բերելու մի պայմանագիր, որը կարող էր ուղարկվել էլեկտրոնային փոստով։ Անահիտը փորձեց շատ չմտածել այդ մասին, բայց հարցը մնաց իր մտքում ամբողջ օրը։ Հաջորդ օրերին հանդիպումներն ավելի հաճախակի դարձան։ Դավիթը սկսեց հայտնվել 12-րդ հարկում մի այնպիսի կանոնավորությամբ, որը գրավում էր բոլորի ուշադրությունը։ Երբեմն դա փաստաթղթեր վերցնելու համար էր, երբեմն որը մենեջերի հետ խոսելու։ Բայց միշտ նա միջ գտնում էր Անահիտի սեղանի մոտով անցնելու։ «Բարի լույս», ասում էր նա, գլխի շարժումով։ «Բարի լույս, պարոն Ավետիսյան», պատասխանում էր նա, դեռ հուզված շփոթված։ Անահիտի գործընկերները սկսեցին խոսել։ Ինչու է տնօրենն այդքան հաճախ այստեղ գալիս։ Արդյոք ինչ-որ խնդիր կա։ Անահիտը չգիտեր ինչ պատասխանել։ Ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ուրբաթ երեկոյան էր, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էր աշխատանքից հետո մի բան խմելու, երբ Դավիթը համարձակվեց անել հաջորդ քայլը։ Անահիտը կարգի էր բերում իր սեղանը, պահում փաստաթղթերը անջատում համակարգիչը, երբ նա նորից հայտնվեց։ Դեռ աշխատում եք, հարցրեց նա, հենվելով մոտակա սեղանին։ Անահիտը սթափվեց։ Այնքան կենտրոնացած էր, որ չէր լսել նրա մոտենալը։ Պարզապես մի քանի բան եմ կարգի բերում, պարոն։ Արդեն գնում եմ։ Դավիթը մի պահ տատանվեց, կարծես ինչ-որ բան էր մտածում։ Հետո մի այնպիսի բնականությամբ, որը չէր զգում, հարցրեց. Արդեն ընտրել եք։ Անահիտը քարացավ։ Ոչ, դեռ ոչ, պատասխանեց նա զգուշորեն։ Ես էլ։ Ինչ կասեք միասին ընտրելու մասին։ Հարցն ընկավ ռումբի պես։ Անահիտը նայեց նրան, լիովին շփոթված։ Ընտրիկ։ Ընկերության սեփականատիրոջ հետ։ Դա բացարձակապես իմաստ չուներ։ Պարոն Ավետիսյան, ես չգիտեմ, թե դա որքանով է տեղին, սկսեց նա, բայց նա ընդհատեց։ Դա պարզապես ընթրիք է, Անահիտ։ Ոչ մի պաշտոնական բան։ Պարզապես երկու մարդ, որոնք երկար աշխատանքային օրվանից հետո մի լավ բան են ուտում։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան տատանվել։ Դա հրամայական չէր, անտեղի չէր։ Գրեթե բարի էր։ Եվ Անահիտը, ով իր երեկոներն անցկացնում էր տանը մենակ կամ Լուսինեի հետ, իրեն բռնեց առաջարկը քննարկելիս։ Լավ, ասաց նա, դեռ անվստահ։ Պարզապես ընթրիք։ Ռեստորանը, որը Դավիթն ընտրել էր, գտնվում էր Կասկադի մոտի հանգիստ փողոցներից մեկում։ Շքեղ չէր, բայց էլեգանտ էր, իրարից հեռու սեղաններով մեղմ լուսավորությամբ, որը հարմարավետ մթնոլորտ էր ստեղծում։ Անահիտն իրեն անտեղի էր զգում, հագած աշխատանքի պարզ հագուստը, բայց Դավիթը լիովին հանգիստ էր թվում։ Նրանք նստեցին պատուհանի մոտի սեղանի շուրջ, մի քանի րոպե անհարմար լռություն տիրեց նրանց միջ։ Անահիտը խաղում էր անձեռոցիկի հետ, հուզված, չիմանալով ինչ ասել։ Դավիթը նայում էր ճաշացանկին, բայց նրա ուշադրությունը լիովին կենտրոնացած էր նրա վրա։ Պետք չէ հուզվել, ասաց նա։ Վերջապես։ Ես չեմ գծում։ Անահիտը ամաչկոտ ժպտաց։ Ներողություն, պարոն։ Պարզապես այս ամենն ինձ համար շատ տարօրինակ է։ Ես երբեք չէի մտածի, որ կընտրեմ ընկերության սեփականատիրոջ հետ։ Կարող ենք այս երեկո թողնել կոչումները, առաջարկեց նա։ Ինձ Դավիթ կոչեք։ Անահիտը գլխով արեց, դեռ լարված, բայց փորձելով թուլանալ։ Լավ, Դավիթ։ Ընթրիքը սկսվեց զգուշորեն։ Սկզբում նրանք խոսեցին սովորական բաներից։ Աշխատանքի, Երանի, քաղաքի անհնարին խցանումների մասին։ Բայց կամաց, երբ խոսակցությունը հոսում էր, Անահիտը սկսեց իրեն ավելի հարմարավետ զգալ։ Դավիթն ուներ լսելու միից, որը տարբերվում էր այն ամենից, ինչ նա գիտեր։ Նա իսկապես ուշադրություն էր դարձնում, հարցեր էր տալիս, թվում էր, թե անկեղծորեն հետաքրքրված է նրանով, ինչ նա ուներ ասելու։ Եվ հետո, գրեթե աննկատ, խոսակցությունն ավելի անձնական ուղղություն վերցրեց։ Դավիթը հարցրեց նրա ընտանիքի մասին, թե ինչպես էր մեծանալ Լոռու մարզում, այն երազանքների մասին, որոնք նա ուներ մանուկ հասակում։ Եվ Անահիտը, զարմանալիորեն, իրեն բռնեց բացահայտ խոսելիս։
Պատմեց այրի մոր մասին, ով միայնակ մեծացրել էր 3 երեխա, մանկության տարիներին սովորած արժեքների, ավելի լավ կյանքի որոնումներով երան տեղափոխվելու մասին։ Դուք շատ ուժեղ մարդ եք, ասաց Դավիթը հանկարծ։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում եք։ Անահիտը հայացքը իջեցրեց, անհարմար զգալով գովասանքից։ Չգիտեմ, թե ուժեղ եմ։ Երբեմն պարզապես հոգնած եմ զգում։ Ուժը երբեք չհոգնելը չէ, պատասխանեց նա մի այնպիսի համոզվածությամբ, որը զարմացրեց նրան։ Ուժը շարունակելն է, նույնիսկ երբ հոգնած ես։ Եվ դուք շարունակում եք ամեն օր։ Նրա խոսելաոճի մեջ ինչ-որ բան ստիպեց Անահիտին բարձրացնել աչքերը իսկապես նայել նրան։ Առաջին անգամ նա տեսավ հզոր ահ ներշնչող գործարարից այն կողմ։ Տեսավ մի մարդու, ով նույնպես կրում էր իր սեփական վերքերը, ով նույնպես ճանաչում էր հիասթափվելու ցավը։ Իսկ դուք, համարձակվեց հարցնել նա։ Ինչպիսին է ձեր կյանքն աշխատանքից դուրս։ Դավիթը ժպտաց, բայց դա դառը ժպիտ էր։ Աշխատանքից դուրս կյանք չկա։ Աշխատանքն այն ամենն է, ինչ ես ունեմ։ Ընտանիք չունեք։ Ընկերներ։ Քույր ունեմ, որն ապրում է Լոնդոնում։ Երբեմն խոսում ենք։ Ինչ վերաբերում է ընկերներին, նա դադար տվեց, իմ շրջապատի մարդիկ սովորաբար ինչ-որ բան են ուզում ինձնից։ Փող, կապեր, ազդեցություն։ Իսկական ընկերությունն այս աշխարհում հազվագյուտ է։ Անահիտը կարեկցանքի նշույլ զգաց։ Պետք է որ միայնակ լինի։ Այո, խոստովանեց նա։ Բայց սովորել եմ այդպես ապրել։ Հաջորդած լռությունն անհարմար չէր։ Դա փոխադարձ հասկացողության լռություն էր, երկու մարդկանց, ովքեր ճանաչում էին միմյանց ցավը, առանց ավելին ասելու։ Երբ ընթրիքն ավարտվեց, Դավիթն առաջարկեց նրան տուն ուղեկցել, Անահիտը տատանվեց։ Բայց նա բարի էր, պնդեց, որ այդ ժամին մետրո նստելն անվտանգ չէ, նա ի վերջո համաձայնեց։ Մեքենայում սեդանում կաշվե սրահով նրանք ավելի շատ խոսեցին, այս անգամ երաժշտության ֆիլմերի, փոքր բաների մասին, որոնք նրանց ծիծաղեցնում էին։ Երբ հասան այն շենքին, որտեղ ապրում էր Անահիտը, Նոր Նորքում, նա անջատեց մեքենան, շրջվեց դեպի նա։ Շնորհակալություն այս երեկոյի ընկերակցության համար։ Վաղուց էր, որ այսքան անկեղծ զրույց չէի ունեցել։ Անահիտը ժպտաց, այս անգամ դա իսկական ժպիտ էր։ Շնորհակալություն ընթրիքի համար, Դավիթ։ Եվ ինձ լսելու համար։ Կարող ենք կրկնել, հարցրեց նա մի հույսով, որը փորձեց թաքցնել, բայց չկարողացավ։ Անահիտը մի պահ մտածեց։ Դավիթի մեջ ինչ-որ բան կար, որը հետաքրքրում էր նրան, որը ստիպում էր իրեն տեսանելի զգալ այնպես, ինչպես Տիգրանը երբեք չէր ստիպել։ Բայց նա վախ կար։ Վախ նորից վիրավորվելուց, վախ նորից վստահելուց։ Կարող ենք, պատասխանեց նա վերջապես։ Բայց դանդաղ, լավ։ Դավիթը գլխով արեց, լիովին հասկանալով, թե նա ինչ նկատի ունի։ Դանդաղ։ Խոստանում եմ։ Երբ Անահիտը տուն մտավ, Լուսինեն բազմոցին նստած հեռուստացույց էր դիտում։ Տեսնելով ընկերուհուն, նա տեղից վեր թռավ։ Ո՞ւր էիր։ Անհանգստացել էի։ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Անսպասելի հրավերի, ընթրիքի, անկեղծ զրույցի մասին, որ ունեցել էին։ Լուսինեն լսում էր լայն բացված աչքերով, տատանվելով անհանգստության ոգորության մեջ։ Անի, վստահ ես, որ դա լավ գաղափար է։ Նա քո տնօրենն է։ Եվ դու նոր ես դուրս եկել սարսափելի հարաբերություններից։ Գիտեմ, խոստովանեց Անահիտը։ Բայց, Լուս, նա այնքան բարի էր։ Այնքան ուշադիր։ Ոչ մի պարտադրված կամ տարօրինակ բան չկար։ Պարզապես խոսակցություն էր երկու մարդկանց մեջ։ Լուսինեն հոգոց հանեց։ Պարզապես խոստացիր, որ զգույշ կլինես, հա։ Սիրտդ դեռ վիրավոր է։ Խոստանում եմ, ասաց Անահիտը, բայց նրա ներսում մի նոր զգացում կար։ Դա սեր չէր, դեռ ոչ։ Բայց դա հույսի նման մի բան էր։ Հույս, որ գուցե, միայն գուցե, նա կարող է նորից երջանիկ լինել։ Հաջորդ շաբաթների ընթացքում ընթրիքները սովորություն դարձան։ Միշտ ուրբաթ օրերին, միշտ տարբեր վայրերում, միշտ ժամեր տող խոսակցություններով։ Դավիթը երբեք ոչինչ չպարտադրեց, երբեք չփորձեց ֆիզիկապես մոտենալ, բացի հրաժեշտի ձեռքսեղմումից։ Նա հարգում էր նրա տեմպը, հարգում էր նրա սահմանները, հարգում էր նրա ցավը։ Եվ Անահիտը, կամաց-կամաց, սկսեց վստահել։
Սկսեց խոսել Տիգրանի, լքվելու, այն ամոթի մասին, որը դեռ զգում էր։ Եվ Դավիթը լսում էր ամեն ինչ, առանց դատելու, առանց փորձելու նրան ուղղել։ Պարզապես լսում էր, երբ նա ավարտում էր, ասում էր այնպիսի բաներ, ինչպիսիք են, նա քեզ արժանի չէր, կամ դու հրաշալի ես հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Գրասենյակում բամբասանքները սկսեցին տարածվել։ Մարդիկ խոսում էին ընթրիքների, այն հատուկ ուշադրության մասին, որ տնօրենը ցուցաբերում էր Անահիտին։ Որոշ գործընկերուհիներ նրան նախանձով էին նայում, մյուսները արամարանքով, կարծես նա օգտագործում էր իր դիրքը ընկերությունում առաջ գնալու համար։ Անահիտը փորձում էր անտեսել, բայց խոսքերը ցավեցնում էին։ Նա երբեք չէր խնդրել այդ ուշադրությունը, երբեք չէր սիրախաղ արել կամ փորձել գրավել Դավիթին։ Ամեն ինչ տեղի էր ունեցել բնական, օրգանական կերպով։ Բայց դա բացատրել այն մարդկանց, ովքեր արդեն իրենց կարծիքը կազմել էին, անօգուտ էր։ Այդպիսի մի երեկո, գրասենյակում հատկապես դժվար օրվանից հետո, Անահիտը բացվեց Դավիթի առաջ։ Նրանք Կասկադի իտալական ռեստորաններից մեկում էին, նա տեսանելիորեն հուզված էր։ Մարդիկ խոսում են, ասաց նա, խառնելով մակարոնը, որին հազիվ էր կպել։ Ասում են, որ ես օգտվում եմ, որ փորձում եմ առաջխաղացում ստանալ։ Սարսափելի է, Դավիթ։ Ես երբեք դա չեմ ուզել։ Դավիթը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում իր ներսում։ Ես կխոսեմ նրանց հետ։ Պարզ կասեմ, որ դա անընդունելի է։ Ոչ, վճռականորեն ասաց Անահիտը։ Դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Գտվա, թե ես քեզ եմ օգտագործում ինձ պաշտպանելու համար։ Ես կարող եմ ինքս հաղթահարել դա։ Դու չպետք է ստիպված լինես հաղթահարել դա, պատասխանեց նա հիասթափված։ Դու ոչ մի սխալ բան չես անում։ Անահիտը տխուր ժպտաց։ Բայց մարդիկ մինույն է դատելու են։ Աշխարհն այդպես է ստեղծված։ Դավիթը ձեռքը մեկնեց սեղանի վրայով։ Տատանվելով, դիպավ նրան։ Դա նրանց միջ առաջին ավելի մտերմիկ ֆիզիկական շփումն էր, Անահիտը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով։ Անահիտ, ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում։ Եվ քեզ էլ չպետք է հետաքրքրի։ Կարևորն այն է, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է։ Անահիտը նայեց նրանց ձեռքերին, որոնք միահյուսվել էին սեղանի վրա, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Դա անցյալի ցավը չէր, որ կոտրվում էր։ Դա ապագայի վախն էր։ Եվ առաջին անգամ այն օրվանից, երբ Տիգրանը լքել էր իրեն, նա թույլ տվեց, որ հույսի մի փոքրիկ բոց վառվի իր սրտում։ Երան եկավ աշունը, իր հետ բերելով այն բնորոշ ցուրտը, որը մշուշոտ էր դարձնում առավոտները էլ ավելի երկար, գիշերները։ Արդեն 3 ամիս էր անցել չկայացած հարսանիքից, Անահիտը փոխվել էր։ Ոչ լիովին բուժված, քանի որ այդպիսի վերքերը ժամանակ են պահանջում սպյանալու համար, բայց միանշանակ ավելի ուժեղ, ավելի ամբողջական, ավելի տեղյակ սեփական արժեքի մասին։ Դավիթի հետ ընթրիքները դարձել էին նրա շաբաթվա սիրելի մասը։ Դրանք պարզապես ռոմանտիկ հանդիպումներ չէին, թե նրանց միջ աճող լարվածություն կար, որը դեռ ոչ ոք չէր կարողանում անվանել։ Դրանք անկեղծ կապի, ընդհանուր ծիծաղի, փոխանակված պատմությունների պահեր էին։ Դավիթը նրան ստիպում էր տեսանելի զգալ այնպես, ինչպես նա երբեք չէր զգացել։ Նա նրան պատվանդանի վրա չէր դնում, չէր իդեալականացնում։ Նա պարզապես ընդունում էր նրան, իր բոլոր բարդություններով, հակասություններով։ Իսկ Անահիտը իր հերթին սկսեց տեսնել այն սառը դիմակից այն կողմ, որը Դավիթը ներկայացնում էր աշխարհին։ Բացահայտեց, որ նա չոր խելացի հումորի զգացում ունի, որ սիրում է ջազ տանը վինիլային սկավառակների տպավորիչ հավաքածու ունի, որ երազում է ճանապարհորդել Ճապոնիա, բայց երբեք ժամանակ չի գտնում։ Բացահայտեց նա, որ նա կրում է իր սեփական սպիները, իր սեփական հիասթափության դավաճանության պատմությունը։ Մի մռայլ երեքշաբթի օր Անահիտի անցյալը նորից վերադարձավ հետապնդելու նրան։ Նա աշխատանքային օրվա վերջում դուրս էր գալիս գրասենյակային շենքից, երբ տեսավ նրան։ Տիգրանին։ Կանգնած մայթին, ձեռքերը բաճկոնի գրպաններում, դեմքին մի արտահայտություն, որը նա միանգամից չկարողացավ վերծանել։ Անահիտի սիրտը կանգ առավ։ Նա կանգնեց մայթի մեջտեղում, քարացած, մինչ մարդիկ շտապում էին իր շուրջը։ Տիգրանը մի քանի քայլ արեց դեպի նա, տատանվելով։ Անահիտ, ասաց նա խռպոտ ձայնով։ Պետք է խոսենք։ Մենք խոսելու ոչինչ չունենք, պատասխանեց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել, չնայած ոտքերի դողին։
Խնդրում եմ, պնդեց նա, նրա աչքերում մի բան կար, որը նա չճանաչեց։ Հուսահատություն։ Ընդամենը 5 րոպե։ Անահիտը շուրջը նայեց, գիտակցելով շենքից դուրս եկող որոշ գործընկերների հետաքրքրասեր հայացքները։ Վերջին բանը, որ նա ուզում էր, տեսարան սարքելն էր։ 5 րոպե, զիջեց նա սկսեց քայլել դեպի մոտակա սրճարանը։ Նրանք նստեցին անկյունի սեղանի մոտ, պատուհանից հեռու։ Տիգրանը 2 սուրճ պատվիրեց, բայց ոչ ոք չդիպավ բաժակներին, երբ դրանք բերեցին։ Նա նայում էր իր ձեռքերին, կարծես խոսելու համարձակություն էր հավաքում։ Ես իմ կյանքի ամենամեծ սխալն եմ գործել, սկսեց նա, վերջապես հայացքը բարձրացնելով նրա վրա։ Լիլիթը, այն կինը, ում համար քեզ թողեցի, ինձ դավաճանեց։ Նա ինձ հետ շահի համար էր, որովհետև կարծում էր, թե ես փող ունեմ, որ կարող եմ նրան տալ այն կյանքը, որն ուզում էր։ Երբ իմացավ, որ ես հարուստ չեմ, որ նույնիսկ պարտքերի մեջ եմ, նա ինձ թողեց այնպես, ինչպես ես քեզ թողեցի։ Անահիտը լուռ լսում էր, առանց որևէ զգացմունք արտահայտելու։ Ներսում նա բավարարվածության խղճահարության տարօրինակ խառնուրդ էր զգում։ Ես հիմար էի, Անահիտ։ Լիակատար հիմար, շարունակեց Տիգրանը, հիմա նրա աչքերում արցունքներ կային։ Դու կատարյալ էիր։ Կատարյալ ես։ Եվ ես ամեն ինչ դեն նետեցի մի պատրանքի համար, մեկի համար, ով ինձ երբեք իսկապես չի սիրել։ Ես քեզ հետ եմ ուզում։ Դու ինձ պետք ես։ Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով այդ բառերի ծանրությունը։ Ամիսներ առաջ դա այն ամենն էր, ինչ նա կուզեր լսել։ Դա կլիներ այն քավությունը, որին նա այդքան ձգտում էր, այն հաստատումը, որ խնդիրն ինքը չէր։ Բայց հիմա, նստած այդ սրճարանում, նայելով այն տղամարդուն, ում մի ժամանակ սիրել էր, այն ամենը, ինչ նա զգում էր, մի հսկայական դատարկություն էր, որտեղ առաջ ցավ կար։ Տիգրան, ասաց նա մի հանգստությամբ, որը զարմացրեց իրեն, այն, ինչ դու ես ուզում, այլս կարոր չէ։ Ես ամիսներ շարունակ ինձ եմ մեղադրել, մտածել, թե ինչն է իմ մեջ սխալ։ Դու ինձ ստիպեցիր հավատալ, որ ես ձանձրալի եմ, հնաոճ, անբավարար։ Եվ ես այդ ցավը կրել եմ, կարծես դա իմ մեղքը լիներ։ Նա փորձեց ընդհատել, բայց նա ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ խնդիրը երբեք ես չեմ եղել։ Խնդիրն այն էր, որ դու չկարողացար տեսնել քո ունեցածի արժեքը։ Դու կրկոտություն փնտրեցիր, մոռացար, որ իսկական հարաբերությունները կառուցվում են հաստատունության, հարգանքի, գործընկերության վրա։ Գիտեմ, հիմա դա գիտեմ, ասաց նա հուսահատ։ Խնդրում եմ, ինձ մի հնարավորություն տուր ապացուցելու, որ փոխվել եմ։ Անահիտը գլուխը թափահարեց, աչքերը հառած նրա վրա։ Ոչ։ Ես քեզ այդ հնարավորությունը չեմ տա, Տիգրան։ Որովհետև դու դրան արժանի չես։ Եվ որովհետև ես ավելի լավին եմ արժանի, քան լինել ինչ-որ մեկի երկրորդ տարբերակը։ Ես արժանի եմ, որ ինձ ընտրեն հենց սկզբից, առանց տատանումների, առանց կասկածների։ Տիգրանը փլվեց աթոռին, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Անահիտ, խնդրում եմ։ Պատասխանը ոչ է, ասաց նա վճռականորեն։ Եվ հիմա, եթե ներողություն, ես պետք է գնամ։ Նա բարձրացավ աթոռից, քայլեց դեպի ելքը։ Երբ հասավ դռանը, Տիգրանը գոռաց նրա հետից. Դու կզղջաս։ Երբեք չես գտնի մեկին, ով քեզ այնպես սիրի, ինչպես ես եմ սիրել։ Անահիտը կանգ առավ, վերջին անգամ շրջվեց դեպի նա, բացարձակ հանգստությամբ պատասխանեց. Դու սխալվում ես, Տիգրան։ Որովհետև ես արդեն գտել եմ։ Շենք վերադառնալու ճանապարհը ազատագրման պես էր։ Անահիտը զգաց, կարծես մի հսկայական բեռ թոթափեց, որը ամիսներ շարունակ կրում էր իր ուսերին։ Այլս զայրույթ չկար, վիրավորանք չկար, կասկած չկար։ Նա վերջնականապես փակել էր իր կյանքի այդ գլուխը։ Երբ հասավ շենքի նախասրահ, նա բախվեց Դավիթին։ Նա առաջին հարկում ժողովից էր դուրս գալիս, տեսնելով նրան, դեմքը լուսավորվեց։ Բայց նրա արտահայտությունը ստիպեց նրան անմիջապես կանգ առնել։ Ինչ է պատահել, հարցրեց նա, մոտենալով։ Անահիտը նայեց նրան, այն ամենը, ինչ զսպել էր, միանգամից փլուզվեց։ Նա նետվեց նրա գիրկը, ոչ թե լաց լինելով, այլ պարզապես զգալու կարիք ունենալով, որ ինչ-որ մեկը կա այնտեղ, ինչ-որ ամուր, ինչ-որ իրական մեկը։ Դավիթը նրան ամուր գրկեց, առանց հարցեր տալու, պարզապես առաջարկելով իր ներկայության մխիթարությունը։ Նա վերադարձել էր, շշնջաց նա նրա կրծքին։ Տիգրանը։ Նա ուզում է, որ ես իր մոտ վերադառնամ։
Դավիթը զգաց, թե ինչպես է ամբողջ մարմինը լարվում։ Իսկ դու ինչ ասացիր։ Անահիտը մի փոքր հեռացավ նրա աչքերին նայելու համար։ Ես ասացի, ոչ։ Ասացի, որ նա ինձ արժանի չէ։ Եվ ավելին ասացի, նա դադար տվեց։ Համարձակություն հավաքելով ասացի, որ արդեն մեկին գտել եմ։ Հաջորդած լռությունը լի էր իմաստով։ Դավիթը նրան նայեց մի այնպիսի լարվածությամբ, որը ստիպեց նրան դողալ։ Լուրջ էիր ասում։ Անահիտը գլխով արեց, սիրտը արագ բաբախում էր։ Այո։ Որովհետ դա ճշմարտություն է։ Դավիթը կրացրեց դեմքը, դանդաղ մոտենալով, նրան ժամանակ տալով հեռանալու, եթե ցանկանար։ Բայց Անահիտը չհեռացավ։ Երբ նրանց շուրթերը հանդիպեցին, կարծես աշխարհը կանգ առավ։ Դա հուսահատ կամ շտապողական համբույր չէր։ Դա քնքուշ էր, զգույշ, լի չասված խոստումներով։ Երբ բաժանվեցին, Դավիթը ճակատը հենեց նրան։ Ես սիրահարված եմ քեզ, Անահիտ։ Լիովին, անդառնալիորեն սիրահարված։ Բառերը դուրս եկան նրա բերանից մի համոզվածությամբ, որը կասկածի տեղ չէր թողնում։ Եվ Անահիտը, ով ամիսներ շարունակ չէր կարողանում վստահել սիրո խոստովանություններին, զգաց, որ կարող է վստահել դրան։ Ես էլ եմ քեզ սիրահարված, խոստովանեց նա, կարծես մի հսկայական բեռ ընկավ իր ուսերից։ Հաջորդ օրերին նրանց հարաբերությունները փոխվեցին։ Դրանք այլևս պարզապես ուրբաթ օրերի ընթրիքներ չէին։ Դրանք հաղորդագրություններ էին օրվա ընթացքում, հեռախոսազանգեր գիշերը, հանդիպումներ հանգստյան օրերին։ Դավիթը նրան տարավ ծանոթացնելու իր վինիլային սկավառակների հավաքածուին, իսկ նա նրան սովորեցրեց այն գաթայի բաղադրատոմսը, որը մայրն էր պատրաստում։ Նա նրան ծանոթացրեց Miles Davisի ջազին, իսկ նա ստիպեց նրան դիտել հայկական սերիալներ, որոնք նա երդվում էր, որ ատում է, բայց ի վերջո ներգրավվեց։ Լուսինեն, տեսնելով ընկերուհու երջանկությունը, չկարողացավ զսպել հուզմունքը։ Մի օր, երբ նրանք բնակարանի հյուրասենյակում գինի էին խմում, նա ասաց. Անի, ես քեզ երբեք այսպիսին չեմ տեսել։ Այսքան թեթ, այսքան երջանիկ։ Անահիտը ժպտաց այն իսկական ժպիտով, որն այդքան երկար անհետացել էր։ Որովհետ ես վերջապես հասկացա, լույս։ Իսկական սերը կատարյալ լինելու կամ այն լինելու մասին չէ, ինչ մյուսն է ուզում, որ դու լինես։ Այն ընդունվելու մասին է հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Դու դրան արժանի ես, Անահիտ։ Միշտ արժանի ես եղել, ասաց Լուսինեն, աչքերը խոնավացած։ Բայց ճանապարհն առանց մարտահրավերների չէր։ Գրասենյակում բամբասանքներն ուժեղացան, երբ պարզ դարձավ, որ Անահիտն ու Դավիթը միասին են։ Որոշ մարդիկ նրան սառն էին վերաբերվում, մյուսները՝ վատ թաքցրած նախանձով։ Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր առաջարկեցին, որ նրան պետք է աշխատանքից ազատել շահերի բախումից խուսափելու համար։ Դավիթը, զայրացած մեկնաբանություններից, ուզում էր կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Բայց Անահիտը նրան կանգնեցրեց։ Եթե դու դա անես, կապացուցես, որ նրանք ճիշտ են, որ ես օգտագործում եմ մեր հարաբերությունները արտոնություններ ունենալու համար։ Ես պետք է ինքս ապացուցեմ իմ արժեքը։ Եվ նա հենց դա էլ արեց։ Անահիտն աշխատեց ավելի քրտնաջան, քան երբեք, շուտ գալով, ուշ գնալով, բոլորին ցույց տալով, որ իր իրավասությունը ոչ մի կապ չունի նրա հետ, թե ում հետ է նա հանդիպում։ Կամաց, նույնիսկ ամենաթերահավատները ստիպված էին ընդունել, որ նա օրինակելի մասնագետ է։ Բայց մի շաբաթ օր, այն համբույրից 3 ամիս անց շենքի նախասրահում, Դավիթը կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը։ Նա Անահիտին տարավ զբոսանքի հաղթանակի զբոսայգի, նույն այն վայրը, որտեղ նա սովորաբար զբոսնում էր Տիգրանի հետ։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Նրանք ձեռք ձեռքի տված քայլում էին ծառապատ արահետներով, խոսում ապագայի պլանների, երազանքների մասին, որոնք այժմ կարող էին կիսել։ Երբ հասան լճին, Դավիթը կանգ առավ, շրջվեց դեպի նա։ Անահիտ, սկսեց նա, նրա ձայնում մի հուզմունք կար, որը նա երբեք չէր լսել, ես իմ կյանքի տարիներն անցկացրել եմ, հավատալով, որ սերը թուլություն է, որ ինչ-որ մեկին վստահելը սխալ է։ Բայց դու փոխեցիր այդ ամենը։ Դու ինձ ցույց տվեցիր, որ իսկական ուժը թույլ տալն է խոցելի լինել, որ վստահելը քաջության ակտ է։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով, կանխազգալով, թե ինչ է սպասվում։ Դավիթը ծնկի իջավ հենց այնտեղ, զբոսայգու մեջտեղում, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Կամուսնանաս ինձ հետ։
Ոչ թե որովհետև դա սպասելի է, ոչ թե որովհետև դա հաջորդ տրամաբանական քայլն է, այլ որովհետև ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց քեզ։ Որովհետև դու ինձ ստիպում ես ավելի լավ մարդ լինել։ Որովհետև ես քեզ սիրում եմ իմ ողջ էությամբ։ Անահիտի արցունքներն այժմ ազատ հոսում էին, բայց դրանք մաքուր երջանկության արցունքներ էին։ Այո, ասաց նա խեղդված ձայնով։ Այո, ուզում եմ։ Երբ Դավիթը մատանին դրեց նրա մատին նրան գրկեց, Անահիտը զգաց, որ վերջապես այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Ոչ թե այն վայրում, որտեղ միշտ երազել էր, այլ շատ ավելի լավ տեղում։ Ճիշտ տեղում, ճիշտ մարդու հետ, ճիշտ պահին։ Եվ մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, Անահիտը հասկացավ, որ երբեմն պետք է կորցնել ամեն ինչ գտնելու համար այն, ինչն իսկապես կարևոր է։ Որ իսկական սերը նման չէ այն հեքիաթներին, որոնք մեզ պատմել են, բայց անսահման ավելի գեղեցիկ է, ավելի իրական, ավելի խորը։ Նրան լքել էին խորանի առաջ։ Նրան նվաստացրել էին, փշրել, մոխրի վերածել։ Բայց այդ փլատակներից նա վերածնվեց։ Ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի արժանապատիվ։ Եվ գտավ ոչ միայն նոր սեր, այլ իր նոր տարբերակը, մի տարբերակ, որը նա սովորեց սիրել հարգել։ Ձմեռն արդեն սկսում էր իր նշանները ցույց տալ, երբ Անահիտն ու Դավիթը որոշեցին ամուսնանալ։ Ի տարբերություն առաջին անգամվա, շտապողականություն չէր լինելու, անհանգստություն չէր լինելու։ Նրանք ուզում էին ինչ-որ պարզ, մտերմիկ բան, որն արտացոլեր, թե ովքեր են իրենք իրականում։ Ոչ թե այն շքեղությունը, որը Դավիթի փողը կարող էր ապահովել, ոչ էլ այն համեստ, բայց սպասումներով լի արարողությունը, որը Անահիտը պլանավորել էր Տիգրանի հետ։ Ինչ-որ բոլորովին նոր, բոլորովին իրենցը։ Անահիտի մայրը լոռուց եկավ, հենց որ իմացավ նորությունը։ Տիկին Սոնան 50 անց մի կին էր, ճերմակ մազերը հավաքած, ձեռքերը աշխատանքից կոշտացած, բայց սիրտը հսկայական։ Երբ ծանոթացավ Դավիթի հետ, նա ուսումնասիրեց նրան այն մայրական հայացքով, որը տեսնում է արտաքինից այն կողմ։ Եվ մի քանի ժամ նրա հետ զրուցելուց հետո, նա դստերը մի կողմ քաշեց ասաց. «Այս մեկը քեզ իսկապես սիրում է, աղջիկս»։ Աչքերից երում է։ Անահիտը ժպտաց, աչքերը փայլում էին։ «Գիտեմ, մամ։ Ես էլ եմ իրեն սիրում»։ Տիկին Սոնան քնքշորեն շոյեց դստեր դեմքը։ «Դու արժանի ես երջանիկ լինելու, Անահիտ։ Այն ամենից հետո, ինչի միջով անցար, դու արժանի ես աշխարհի ողջ երջանկությանը»։ Նախապատրաստական աշխատանքները հանգիստ էին։ Անահիտն ընտրեց պարզ, սպիտակ ժանյակե զգեստ, երկար թերով համեստ քղանցքով։ Դա այն զգեստը չէր, որը գնել էր Տիգրանի հետ հարսանիքի համար, այն նա նվիրաբերել էր լքվելուց անմիջապես հետո։ Սա նոր զգեստ էր, նոր սկզբի համար։ Լուսինեն պետք է լիներ հարսնակույրը, իսկ Դավիթի քույրը Լոնդոնից պետք է գար նրա կողմից ազաբը լինելու համար։ Արարողությունը պետք է տեղի ունենար բուսաբանական այգու փոքրիկ մատուռում, մի հանգիստ վայրում, շրջապատված բնությամբ, քաղաքի աղմուկից հեռու։ Ընդամենը 30 հյուր, մտերիմ։ Ընտանիքի անդամներ իսկական ընկերներ։ Առանց շուքի, առանց չափազանցությունների։ Պարզապես սեր։ Հարսանիքին նախորդող օրերին Անահիտը մտորում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին 1 տարում։ 12 ամիս առաջ նա կոտրված էր, նվաստացած, անհույս։ Իսկ հիմա պատրաստվում էր ամուսնանալ մի մարդու հետ, ով իրեն իսկապես սիրում էր, ով հարգում էր իրեն, ով իր մեջ տեսնում էր ոչ թե ուղղման ենթակա թերություն, այլ հիացմունքի արժանի ամբողջական անհատականություն։ Դավիթը նույնպես փոխվել էր։ Ավետիսյան հոլդինգի աշխատակիցները խոսում էին տնօրենի փոփոխության մասին։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի քիչ խիստ էր ժողովներին, ցուցաբերում էր մի համբերություն, որը երբեք առաջ չէր ցուցաբերել։ Անահիտը նրան մարդկայնացրել էր, նա դա գիտեր։ Նա նրան սովորեցրել էր, որ զգացմունքներ ունենալը թուլություն չէ, որ սիրելը վերահսկողությունը կորցնելը չէ, այլ հավասարակշռություն գտնելը։ Հարսանիքից 1 գիշեր առաջ Անահիտը մնաց բնակարանում Լուսինեի մոր հետ։ Նրանք պարզ ընթրիք պատրաստեցին, ծիծաղեցին հին պատմությունների վրա, մի հիմար ֆիլմ դիտեցին հեռուստացույցով։ Դա հանգստություն էր հաջորդ օրը սպասվող զգացմունքների փոթորկից առաջ։ Հուզվա՞ծ ես, հարցրեց Լուսինեն, երբ նրանք պատրաստվում էին քնելու։ Անահիտը մի պահ մտածեց։ Ոչ։ Հուզված չեմ։ Խաղաղ եմ։ Եվ դա ճիշտ էր։ Կասկածներ չկային, վախեր չկային։
Պարզապես մի հանգիստ վստահություն, որ ճիշտ ընտրություն է կատարում։ Հարսանիքի օրը բացվեց կապույտ երկնքով ձմեռային ամաչկոտ արով։ Անահիտը վաղ արթնացավ, երկար լոգանք ընդունեց, թույլ տվեց իրեն զգալ յուրաքանչյուր զգացմունք, որ գալիս էր։ Դա նախկինի պես խելահեղ հուզմունք չէր։ Դա ավելի խորն էր, ավելի խաղաղ։ Հասուն ուրախություն, կառուցված ամուր հիմքերի վրա։ Լուսինեն տիկին Սոնան օգնեցին նրան հագնվել։ Զգեստը կատարյալ նստեց նրա մարմնին, ընդգծելով նրա բնական գեղեցկությունը, առանց չափազանցությունների։ Մազերը հավաքված էին ցածր հանգույցով, մի քանի թելեր ազատ ընկած, շրջանակելով դեմքը։ Դիմահարդարումը թեթեր, պարզապես բավարար նրա դիմագծերն ընդգծելու համար։ Երբ Անահիտը նայեց հայելու մեջ, տեսավ ոչ միայն հարսնացու, այլ ամբողջական, ինքնավստահ կին։ Գեղեցկուհի ես, աղջիկս, ասաց տիկին Սոնան, աչքերը խոնավացած։ Բուսաբանական այգու մատուռը փոքր էր, հարմարավետ, գունավոր վիտրաժներով, որոնք լույսի մեղմ ճառագայթներ էին գցում փայտե նստարանների վրա։ Դավիթն արդեն այնտեղ էր, սպասում էր խորանի մոտ, հագած անթերի մուգ կոստյում, ձեռքերը միահյուսած, փորձելով զսպել հուզմունքը։ Նրա կողքին քույրն էր, Արմինեն, ով Լոնդոնից հատուկ վերադարձել էր հարսանիքի համար։ Երբ երաժշտությունը սկսվեց, դռները բացվեցին, Դավիթը շրջվեց, հարսնացուին տեսնելու։ Եվ այն, ինչ նա տեսավ, կտրեց նրա շունչը։ Անահիտը քայլում էր միջանցքով, մոր կողքին, մի այնպիսի խաղաղ նրբագեղությամբ, որը նրան ստիպում էր կարծես սավառնել։ Նրա քայլերում տատանում չկար, աչքերում կասկած։ Պարզապես վճռականություն, սեր։ Տիկին Սոնան դստերը հանձնեց Դավիթին լուռ օրնանքով, նրանք կանգնեցին խորանի առաջ։ Քահանան, մեղմ ձայնով մի տարեց մարդ, սկսեց արարողությունը։ Խոսեց իսկական սիրո, նվիրվածության, հարգանքի գործընկերության վրա հիմնված համատեղ կյանք կառուցելու կարողության մասին։ Երբ հասավ ուխտերի ժամանակը, Դավիթը բռնեց Անահիտի ձեռքերը, սկսեց խոսել, ձայնը հուզմունքից դողում էր։ Անահիտ, երբ քեզ հանդիպեցի, ես փակ, դառնացած, վստահելու անկարող մի մարդ էի։ Դու իմ կյանք մտար լույսի ճառագայթի պես, որի կարիքն ունենալս չգիտեի։ Դու ինձ սովորեցրիր, որ սիրելը հանձնվելը չէ, այլ ուժեղանալը։ Որ վստահելը թույլ լինելը չէ, այլ քաջ լինելը։ Ես խոստանում եմ սիրել քեզ ամեն օր, ուրախության տխրության մեջ։ Խոստանում եմ հարգել քեզ, աջակցել լինել քո գործընկերն ամեն ինչում։ Դու իմ լավագույն ընտրությունն ես, ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, դա քեզ ցույց տալով։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում, բայց դրանք բացարձակ երջանկության արցունքներ էին։ Նա խորը շունչ քաշեց, սկսեց իր ուխտերը։ Դավիթ, 1 տարի առաջ ես փշրված էի։ Ես հավատում էի, որ բավարար չեմ, որ իմ մեջ ինչ-որ բան սխալ է։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ ես միշտ ամբողջական եմ եղել։ Դու ինձ տեսար, երբ ես ինձ չէի կարողանում տեսնել։ Դու ինձ գնահատեցիր, երբ ես ինձ գնահատել չգիտեի։ Ես խոստանում եմ սիրել քեզ նույն ուժգնությամբ, որով դու ես ինձ սիրում։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո գաղտնապահը, քո լավագույն ընկերը։ Խոստանում եմ քո կողքին կառուցել մի կյանք, հիմնված ճշմարտության, հարգանքի անվերապահ սիրո վրա։ Դու իմ վերացնունդն ես, Դավիթ։ Եվ ես ամեն օր երախտապարտ եմ, որ գտել եմ քեզ։ Երբ քահանան նրանց հայտարարեց ամուսիններ, Դավիթը Անահիտին քաշեց մի համբույրի, որը կնքեց ոչ միայն նրանց միությունը, այլ մի ցավոտ շրջանի ավարտը, նոր գլխի սկիզբը։ Հյուրերը ծափահարեցին, բայց նրանց երկուսի համար կարծես աշխարհում այլս ոչ ոք չկար, բացի իրենցից։ Խնջույքը պարզ էր, մտերմիկ։ Մինիմալիստական ձևավորում, սպիտակ ծաղիկներով, կանաչով, էլեգանտ, բայց ոչ շքեղ ճաշասեղան, կենդանի երաժշտություն, կիթառի, ջութակի դաշնամուրի տրիոյի կատարմամբ։ Մարդիկ աշխույժ զրուցում էին, ծիծաղում, կենացներ ասում նորապսակների երջանկության համար։ Անահիտը շրջում էր հյուրերի միջով Դավիթի հետ, շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրի ներկայության համար, զգալով իրեն իսկապես երջանիկ։ Լուսինեն հուզիչ ճառ արտասանեց, հիշելով բոլոր դժվար պահերը, որոնց միջով անցել էր ընկերուհին, թե որքան ոգեշնչող էր տեսնել նրա վերափոխումը։ Ես տեսա, թե ինչպես իմ լավագույն ընկերուհուն կոտրեցին, իսկ հետո նա ինքն իրեն վերականգնեց։ Եվ այսօր ես տեսնում եմ նրան ոչ միայն վերականգնված, այլ ավելի ուժեղ, ավելի պայծառ, ավելի ինքն իրեն նման, քան երբևէ։ Դավիթ, դու բախտավոր մարդ ես։ Հոգ տար նրա մասին այնպես, ինչպես նա արժանի է։ Դավիթը պատասխանեց ճառին, ոտքի կանգնելով, բռնելով Անահիտի ձեռքը։ Ես գիտեմ, թե ինչ բախտ ունեմ, Լուսինե։
Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ պատվելով այդ բախտը։ Երբ գիշերն իջավ, խնջույքը սկսեց ավարտվել, Անահիտն ու Դավիթը ուղղորդվեցին հյուրանոց, որտեղ պետք է անցկացնեին իրենց հարսանեկան գիշերը։ Դա կենտրոնի համեստ բուտիկ հյուրանոց էր, էլեգանտ հարմարավետ սենյակներով։ Նրանց համար ամրագրված սենյակը տեսարան ուներ դեպի փոքրիկ ներքին այգի, ջակուզիով անթերի սպիտակ սավաններով մեծ մահճակալով։ Անահիտը մտավ սենյակ մի հուզմունք զգաց, որը չէր զգացել ամբողջ օրը։ Դա վախ չէր, անվստահություն չէր։ Դա այնքան մտերմիկ հատուկ պահի սպասումն էր, որը նա այդքան երկար պահել էր։ Դավիթը նկատեց նրա լարվածությունը, դանդաղ մոտեցավ։ «Հեյ», ասաց նա, բարձրացնելով նրա կզակը, որպեսզի նա իր աչքերին նայի։ «Շտապելու կարիք չկա։ Պարտադրանք չկա։ Մենք հիմա միասին ենք, դա է միակ կարևոր բանը»։ Անահիտը ժպտաց, զգալով, թե ինչպես է լարվածությունը ցրվում։ «Գիտեմ։ Ես քեզ վստահում եմ»։ Եվ նա վստահում էր։ Լիովին։ Դավիթը քնքուշ էր, համբերատար, զգույշ։ Նա նրան վերաբերվեց ոչ թե որպես նվաճման օբյեկտի, այլ որպես սիրո արժանի մարդու։ Յուրաքանչյուր հպում հարգալից էր, յուրաքանչյուր համբույր իմաստով լի։ Եվ երբ նրանք վերջապես իրար նվիրվեցին, դա իսկական սիրով էր, փոխադարձ հարգանքով, մի կապով, որը ֆիզիկականից անդին էր։ Հետո, պառկած մահճակալին, Անահիտը հենված Դավիթի կրծքին, նա շոյում էր նրա մազերը, նա թույլ տվեց իրեն զգալ այդ պահի լիարժեքությունը։ Այնքան երկար էր վախեցել, որ այս պահը հիասթափեցնող կլինի, որ ցավոտ կլինի, որ չի համապատասխանի իր սպասումներին։ Բայց դա կատարյալ էր։ Ոչ թե որովհետև ֆիլմերի կամ սերիալների պես էր, այլ որովհետև իրական էր, ճշմարիտ, կառուցված սիրո վստահության ամուր հիմքի վրա։ «Շնորհակալ եմ», շշնջաց նա։ «Ինչի՞» համար, զարմացած հարցրեց Դավիթը։ «Ինձ սիրելու համար այնպիսին, ինչպիսին կամ։ Երբեք ինձ փոխել չփորձելու համար։ Ինձ բավարար զգալ տալու համար»։ Դավիթը համբուրեց նրա գլուխը։ «Դու միշտ էլ բավարար ես եղել, Անահիտ։ Հենց առաջին պահից»։ Հաջորդ օրերը հանգիստ մեղրամիս էին։ Նրանք չճանապարհորդեցին էկզոտիկ վայրեր, հարյուրավոր նկարներ չարեցին սոցցանցերում տեղադրելու համար։ Պարզապես միասին էին, զրուցում էին, ծիծաղում, պլանավորում ապագան։ Դավիթը պատմեց բիզնեսն ընդլայնելու, բայց նա կյանքում ավելի շատ հավասարակշռություն ունենալու իր երազանքների մասին։ Անահիտը խոսեց նորից սովորելու, գուցե կառավարման ֆակուլտետ ընդունվելու իր ցանկության մասին։ Եվ նրանք միասին որոշեցին, որ կփոխեն բնակարանը։ Այլևս չէին ապրի Դավիթի ամուրիական տանը, ոչ էլ այն բնակարանում, որը Անահիտը կիսում էր Լուսինեի հետ։ Նոր բան կգնեին, մի բան, որը հենց սկզբից երկուսինը կլիներ։ Մի վայր, որտեղ կկառուցեին իրենց հիշողությունները, իրենց ավանդույթները, իրենց ընտանիքը։ Երբ վերադարձան առօրյային աշխատանքին, առօրյա պարտականություններին, Անահիտը նկատեց, որ իր մեջ հիմնարար մի բան է փոխվել։ Նա այլևս այն անվստահ կինը չէր, ով վախենում էր բավարար չլինելուց։ Նա ուժեղ էր, ինքնավստահ, տեղյակ սեփական արժեքի մասին։ Իսկ Դավիթը նրա կողքին, նրա գործընկերն էր, նրա հավասարը, նրա իսկական ուղեկիցը։ Եղան մարդիկ, ովքեր ասացին, որ Անահիտի բախտը բերել է։ Որ նա հաջողակ է, որ գտել է մի հարուստ մարդու, ով փրկել է իրեն։ Բայց այդ մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Անահիտին Դավիթը չի փրկել։ Նա ինքն իրեն է փրկել։ Նա վերականգնվել է իր սեփական ձեռքերով, իր սեփական ուժով։ Դավիթը պարզապես ճանաչել է այն, ինչ նա միշտ եղել է, սիրել է նրան նրա համար, ինչ նա միշտ եղել է, քայլել է նրա կողքին ինքնաճանաչման ճանապարհին։ Անահիտի Դավիթի պատմությունը հեքիաթ չէ, որտեղ արքայազնը փրկում է արքայադստերը։ Դա իրական պատմություն է երկու վիրավոր մարդկանց մասին, ովքեր հանդիպեցին ճիշտ պահին, որոշեցին միասին մի գեղեցիկ բան կառուցել։ Դա դիմացկունության, ինքնագնահատականի, այն հասկացողության մասին է, որ իսկական սերը չի նվազեցնում մեզ, այլ ընդլայնում է։ Անահիտը հետ էր նայում, տեսնում այն կնոջը, որն ինքը եղել է 1 տարի առաջ։ Խորանի առաջ լքված, նվաստացած, փշրված կնոջը։ Եվ կարեկցանք էր զգում նրա հանդեպ, բայց նա երախտագիտություն։ Որովհետև հենց այդ խորը ցավի պահին նա բացահայտեց իր իսկական ուժը։ Պետք էր կորցնել ամեն ինչ, հասկանալու համար, որ նա երբեք արտաքին հաստատման կարիք չի ունեցել։ Նա միշտ ամբողջական է եղել։
Եվ մինչ կյանքը շարունակում էր իր ընթացքը, իր առօրյա ուրախություններով մարտահրավերներով, Անահիտը գիտեր, որ գտել է ոչ միայն սեր, այլ ինքն իրեն։ Եվ դա, ավելին, քան որը այլ բան, իսկական երջանիկ ավարտն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք այս հաղթահարման իսկական սիրո ճանապարհորդությունից, լայք դրեք, բաժանորդագրվեք ալիքին, կոմենտներում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա այն պահն էր, երբ Անահիտը դիմակայեց նախկինին։ Արդյոք այն նրբանկատությունն էր, որով Դավիթը գրավեց նրան։ Թե նրա վերափոխումն էր, կոտրված կնոջից դեպի ինքնավստահ ամբողջական կին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի խորը պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Պատմություններ, որոնք մեզ ստիպում են մտածել սիրո, դիմացկունության այն կարողության մասին, որ բոլորս ունենք, ցավից հետո վերածնվելու։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանս մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր սիրտը, կստիպի ձեզ հավատալ, որ միշտ հույս կա, նույնիսկ ամենադժվար պահերին։ Մինչ նոր հանդիպում, թող դուք էլ գտնեք ձեր սեփական վերածնունդը։